Հայ գրականության առաջին կանանցից մեկը, ով իր ձայնը դարձրեց պայքար։ Մի ժամանակ Շուշանիկ Կուրղինյանի անունը գիտեր գրեթե յուրաքանչյուր դպրոցական։ Նա համարվում էր հայ պրոլետարական պոեզիայի ամենահայտնի ներկայացուցիչներից եւ առաջին հեղափոխական բանաստեղծուհիներից մեկը։ Սակայն Խորհրդային Միության փլուզումից հետո նրա անունը գրեթե մոռացվեց։ Բայց Կուրղինյանը միայն հեղափոխության մասին չէր գրում։ Նա խոսում էր կանանց իրավունքների, աղքատության, անարդարության եւ ճնշված մարդկանց կյանքի մասին, դառնալով հայ գրականության առաջին ֆեմինիստական ձայներից մեկը։ Շուշանիկը ծնվել է 1876 թվականին Ալեքսանդրապոլում, աղքատ կոշկագործի ընտանիքում։ Մանկուց բախվել է սոցիալական դժվարությունների, սակայն համառորեն ձգտել է կրթության։ Չնայած ընտանիքի եւ հասարակության ճնշմանը, նա հրաժարվեց ընդունել այն կարծիքը, թե կնոջ դերը միայն ընտանիքում է։ 17 տարեկանում նա միացավ հնչակյան կուսակցությանը, իսկ ավելի ուշ սկսեց տպագրել իր բանաստեղծությունները։ Դոնիորոսով տեղափոխվելուց հետո, տեսնելով բանվորների ծանր կյանքը եւ 1905 թվականի հեղափոխության պարտությունը, նրա ստեղծագործությունը դարձավ ավելի սոցիալական ու պայքարող։ 1915 թվականի հայոց ցեղասպանությունը նույնպես խոր հետք թողեց նրա գրականության վրա։ Նա գրեց հայ ժողովրդի ողբերգության, գաղթականների եւ վերապրածների մասին։ 1921 թվականին Կուրղինյանը վերադարձավ Խորհրդային Հայաստան, հավատալով, որ կարող է մասնակցել երկրի վերաշինությանը։ Սակայն կյանքի վերջին տարիներին ապրեց ծանր պայմաններում, պայքարեց հիվանդությունների եւ նյութական դժվարությունների դեմ։ Շուշանիկ Կուրղինյանը մահացավ 1927 թվականին, թողնելով հարուստ գրական ժառանգություն։ Այսօր նրա անունը քիչ է հիշատակվում, բայց նրա բարձրացրած հարցերը, կանանց իրավունքները, սոցիալական արդարությունը եւ մարդու արժանապատվությունը շարունակում են մնալ արդիական։ Սիրելի հետևորդներ, բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի բաց չթողնեք հայ մեծերի մասին ամենահետաքրքիր եւ կարևոր մանրամասները։